Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսել շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք Տեր Բրահմայի աղոթքները, որը ինքը մատուցեց Գերագույն Աստծո ազնվորությանը։ Տեսնում ենք, որ այսպես կառուցվածքային տեսանկյունից իր աղոթքները իրենք ունեին այսպիսի մշակույթը, որ սկզբում Տեր Բրահման ինքը խոսեց նրա մասին, թե ինչպես է ինքը ընկալում Գերագույն Աստծո ազնվորությանը։ Խոսեց այն գնահատականի մասին, որը ինքը տալիս է Գերագույն Աստծո ազնվորությանը։ Հետո ինքը անցավ նյութական աշխարհին եւ նրանում ապրող կենդանի էակների հանդեպ իր վերաբերմունքը նկարագրելուն։ Ինչու էր սա ընդհանրապես տեղի ունենում, որովհետև մի փոքր անց Տեր Բրահման ինքը սկսելու է արարչագործությունը։ Եվ մենք ձեզ հետ բազմիցս քննարկել ենք, որ կառուցվածքային տեսանկյունից տիեզերքի կառուցվածքը դա Գերագույն Աստծո ազնվորության մտադրությունն է։ Բայց թե ինչպիսի կենդանի էակներ եւ ինչպիսի հարաբերություններ ունենալու ուրեմն իրականություն է ձևավորվելու, այսինքն հոգեբանական կառուցվածքը նյութական աշխարհի, ինքը լիարժեք կախված է կենդանի էակների ցանկություններից, նրանց տրամադրություններից, ինչպես եւ ինչ մեթոդներով կարելի է իրականացնել սեփական ցանկությունները, հատկապես եթե դրանք հակասում են ուրիշ կենդանի էակների ցանկություններին։ Եվ ես կարդամ այսօրվա մեր տեքստը եւ մենք շարունակենք մեր քննարկումը։ Շիմոն Բաղավատամ 3-րդ երգ 9-րդ գլուխ 10-րդ տեքստ։ Նման ոչ նվիրալները օրվա ընթացքում ուժասպառ են անում իրենց եւ իրենց զգայարանները ծանր ու անուրախ աշխատանքով։ Իսկ գիշերը տառապում են անքնությամբ, բանականությունը հաճախակի ընդհատում է նրանց քունը իրենց երևակայության կողմից ստեղծված պատկերներով։ Գերբնական ուժը մեկը մյուսի հետևից քանդում է նրանց բոլոր բազմազան ծրագրերը, նույնիսկ մեծ իմաստունները չեն կարող խուսափել նյութական աշխարհում ծննդյան եւ մահվան շրջապտույտից, եթե հրաժարվեն լսել քո տրանսցենդենտալ գործունեության մասին։ Եվ այսպես ինչպես տեսնում ենք, տեքստը ինքը բավականին այսպես տրամադրություններով խիտ տեքստ է։ Ուրեմն առաջի հերթին Տեր Բրահման ինքը դիմեց նյութական աշխարհի ապրողներին, այսինքն բաժանեց նյութական աշխարհի ապրողներին որպես Գերագույն Աստծո ազնվորության հանդեպ նվիրվածություն ունեցող կենդանիակների եւ այն կենդանիակների, որոնք իրենք այդ նվիրվածությունը չունեն։ Եվ այս տեքստը ինքը վերաբերվում էր հենց այն կենդանիակներին, որոնք նվիրվածություն չունեն։ Այսինքն այն ազնվորություններին, որոնք չեն զարգացրել սեր կամ եթե սանսկրիտ լեզվով ասենք բhakti, որոնք իրենք չունեն կապ Գերագույն Աստծո ազնվորության հետ, հասկանում եք, եւ որոնց գիտակցությունը ինքը այսպես միայն ուղղված է դեպի նյութական աշխարհ, դեպի նյութական աշխարհում գործող իրականություններին, այդտեղ գործող օրենքներին եւ այլն, չէ՞։ Եվ հիմա Տեր Բրահման ինքը նկարագրում է, թե ինքը ինչպես է տեսնում, ինչի վրա են ծախսում իրենց կյանքը այն ազնվորությունները, որոնք իրենք կապ չունեն Գերագույն Աստծո ազնվորության հետ։ Ուրեմն առաջին հերթին ինքը խոսեց ժամանակի մասին, չէ՞։ Այսինքն նյութական աշխարհում տեղի է ունենում ցերեկ եւ գիշեր։ Եվ ցերեկը կենդանիակները իրենք ծախսում են իրենց կյանքը ուրեմն ակտիվ գործունեության մեջ, չէ, եւ մենք տեսնում ենք, որ ուրեմն կենդանիակը ինքը որպեսզի կարողանա պահպանի իր գոյությունը, այսինքն նյութական աշխարհում կա խնդիր, որը չկա հոգևոր աշխարհում։
Եվ երբ որ կենդանիակը ինքը գալիս է նյութական աշխարհ, դա այն սյուրպրիզներից մեկն է, հա, որը իրեն այստեղ սպասվում է, որտեղ կենդանիակը ինքը չի պատկերացնում, երբ որ ինքը գալիս է հոգևոր աշխարհից նյութական աշխարհ, ինքը չի պատկերացնում, որ այդուհետև ինքը ստիպված է լինելու պայքարել իր գոյության համար։ Ինչու՞։ Որովհետև իր գոյությունը ինքը առաջին հերթին շատ փխրուն է, այսինքն նյութական մարմինը ինքը խիստ կապված է շնչառությունից, խիստ կապված է ուտելիքից, խիստ կապված է ուրեմն խմելիքից, ջրից, չէ՞։ Եվ եթե այդ գործոնները իրենք պակասում են, ապա նյութական մարմինը ինքը ուղղակի գնում է ինքնաոչնչացման։ Դրան ավելանում է այն հանգամանքը, որ կենդանիակը միշտ կարող է նյութական աշխարհում ձեռք բերել թշնամիներ։ Թշնամիները իրանք լինում են երկու տեսակի, այն թշնամիները, որոնց համար մենք կենդանիակը ինքը տվյալ կենդանիակը ընկալվում է ուղղակիորեն որպես ուտելիք, չէ՞։ Եվ այն թշնամիները, որոնք իրենք թշնամության մեջ են մտնում իրենց դիրքը հաստատելու համար։ Ընդ որում մենք տեսնում ենք, որ այդպիսի իրականություն կա ինչպես կենդանիների մոտ, այնպես էլ ուրեմն մարդու մոտ։ Կենդանիները, այն կենդանիները, որոնք իրենք հավաքված են, այսպես եթե կարելի է տնավարի ասել իրար գլուխ, չէ, այդ կենդանիների մեջ միշտ կա որցերի մեջ կա պայքար առաջնորդության համար։ Այսինքն ով պետք է լինի այդ ուրեմն համայնքի կամ չգիտեմ հայերեն ոնց ասեմ էլի, ուրեմն ղեկավարը։ Եվ այդ ժամանակ որցերը իրար հետ պայքարում են այդ դիրքի համար։ Եվ այդ պայքարը ինքը մեկ-մեկ շատ թեժ ուրեմն բնույթ է կրում եւ ունենում է ողբերգական ավարտներ։ Սա նույնպես բնորոշ է եւ մարդկային կյանքին, չէ՞։ Մարդը ինքը եթե հենված է միայն իր կենդանական բնազդների վրա, ինքը այո ղեկավարվում է միայն կենդանական բնազդներով, այսինքն ունենալով բանականություն, ինքը միևնույնն է պահում է իրան ոչ թե որպես այն ինչ որ կարելի էր կոչել մարդ, որտեղ մարդ, եթե այսպես էլի խիստ խոսենք, մարդը ինքը պետք է ցուցաբերի երկու առավելություն կենդանական աշխարհի համեմատ։ Դա բանականությունն է եւ էմոցիոնալ կուլտուրան, չէ՞։ Հիմա եւ եթե անձնավորությունը ինքը հենված է միայն կենդանական բնազդների վրա, իսկ ի նշանակում հենված է միայն կենդանական բնազդների վրա, այսինքն ինքը իր կյանքի իմաստն է համարում, ուրեմն բանը, ասենք, ուտելիք հայթայթելը, պաշտպանություն ապահովելը, հանգիստ ապահովելը եւ բազբանալը։ Եվ եթե այդ 4 ֆունկցիան իրենք իրականացվում են, այդպիսի ազնվորությունները համարում են, որ կյանքի իմաստը ինքը կայացել է։ Հիմա մենք կարողանում ենք տեսնել, որ շատ հաճախ մարդը ինքը ցուցաբերում է ավելի բարձր պահանջներ իր գոյության հանդեպ եւ դա ես միշտ ասում եմ, որ դա հենց մարդն է, չէ, որ այս աշխարհում բարձրացնում է բարիության եւ արդարության խնդիրը։ Եվ մենք տեսնում ենք, որ իհարկե այդ տենդենսը ինքը բոլոր մարդկանց մեջ չի, որ արտահայտված է։ Եվ դա կախված է նրանից, թե որ կենտրոնում, այսինքն որ չակրայում, որ կենտրոնում է գտնվում նրա գիտակցությունը, այսինքն որտեղ է նրա ուշադրության կենտրոնը։ Եթե նրա ուշադրության կենտրոնը միայն գոյությունը պահպանելու վրա է, այսինքն առաջի չակրայի վրա, իրան ընդհանրապես ոչ արդարությունն է հետաքրքրում եւ ոչ էլ բարիությունը։ Ինչու՞, որտեղ մենք բազմիցս քննարկել ենք, որ նյութական աշխարհը ինքը ունի դաժան, ուրեմն իրականություն։ Եվ այդ ժամանակ մարդը ինքը ներգրավված է լինում կյանքի պայքարի մեջ ըստ բնության օրենքների։ Հիմա սիրելիներս, չէ՞, եւ ինքը իր ցերեկը ծախսում է հենց այդ ճիքերի մեջ։ Ինքը ուրեմն առավոտից երեկո զբաղված է նրանով, որպեսի
հայթայթի ուտելիք, չէ, եւ երբ որ ինքը գործում է ցերեկվա ընթացքում, հենց այդտեղ է, որ ինքը ձևավորում է իր ապագան, այսինքն կախված նրանից, թե այս պահին, հիմա եւ այստեղ ինքը ինչպիսի գործողություն է ձևաբանանում, ծավալում, դրանից կախված է եւ այս կյանքում իր ապագան եւ հաջորդ կյանքում, չէ՞։ Հիմա եւ այդ ցերեկային ակտիվությունը կենդանիակը ինքը բան է անում, էլի, արտահայտում է այսպես արտաքին ճիգերը, հա, եւ կատարում է ինչ որ աշխատանք, ինչ որ գործողություններ նյութական աշխարհի օրենքների հետ պայքարելու համար։ Եվ դրանից հետո Տեր Բրահման ինքը նշեց, որ այդպիսի անձնավորությունները իրենք մաշում են իրենք իրանց, հա, եւ իրանց ուրեմն զգայարանները։ Ինչ է նշանակում մաշում են։ Շատ հաճախ, եթե կենդանիակը ինքը գտնվում է հատկապես կրքերի գոյավիճակի ազդեցության տակ, ինքը միշտ գործունեություն է ծավալում չափից ավել, որովհետև կրքերի գոյավիճակի ազդեցության տակ կենդանիակը ինքը շատ հաճախ անցնում է ագահության սահմանը։ Հա, երբ որ կենդանիակը ինքը ագահության սահման է անցնում, ինքը չափից ավել է ճիգեր գործադրում այդ ագահությունը բավարարելու համար, չէ՞, եւ ինքը ինչ-որ նպատակներ է իր առաջ դնում, որտեղ այո, ինքը ուրեմն էքսպլուատացիա շահագործում, ուրեմն ինքը շահագործում է եւ իր մարմնի ռեսուրսը, չէ, եւ իր փսիխիկայի ռեսուրսը, այսինքն եւ ինքը չափից ավելի շատ գործում է մարմնով եւ չափից ավելի շատ մտածում է մտքով, պլանավորելով այն ագահ պլանների իրականացումը, որը իր մեջ ինքը ձևավորում է, հա։ Հիմա երբ որ կենդանիակը ինքը անցնում է ագահության սահմանը, իր աշխատանքը, այսինքն ճիգերը, որոնք պահանջվում են այդ ուրեմն ագահությունը բավարարելու համար, դառնում են ծանր։ Ինչու՞, որովհետև չափից ավելի են։ Իրենք դառնում են ծանր, իսկ այն ամենը, ինչ ծանր է, քարշ տալու ուսերի վրա, հա, դա նշանակում է, որ անմիջապես կյանքից հեռանում է ուրախությունը։ Բայց կենդանիակը դա, ոնց ասեմ, էլի, ոնց որ չնկատի, հասկանում եք։ Հիմա, այսինքն, երբ որ կենդանիակը ինքը անցնելով ագահության սահմանը ընկնում է ծանր եւ ուրախություն չպատճառող աշխատանքի մեջ, չէ, դա դառնում է գործողություն, որի մեջ չկա ոչ մի համ, այսինքն այն, ինչը որ կենդանիակին ներսից բավարարում կամ ուրախացնում է, հասկանում եք, չկա ներքին հատկապես հոգևոր իմաստ, եւ այդ ժամանակ գործողությունները իրանք կատարվում են ուղղակի, որպեսզի կենդանիակը ինքը առաջի հերթին բժվանիա կարողանա պահպանել իր գոյությունը, հա, գործողությունները կատարվում են, որպեսզի ինքը կարողանա հասնի ինչ-որ մի դիրքի, եւ գործողությունները կատարվում են, որպեսզի ինքը կարողանա կուտակի։ Այսինքն, ուրեմն գոյության պահպանում, փառասիրություն, դիրքը, հա, եւ ագահություն, այսինքն կուտակելը։ Հիմա, սա այն է, ինչ որ Բրահման ինքը տեսնում է, որ նյութական աշխարհի կենդանիակները հիմա այսպես ինչ որ մի մասով ստիպված են անել, բայց երբ որ ագահության սահմանն են անցնում, դա դառնում է իրանց ընտրությունը, հա։ Հիմա եւ կա գիշերը, որը ինքը
հանգստի ժամանակն է։ Արիացիները իրանք պնդում են, որ կենդանեակը ինքը այդ որ քնի մեջ է մտնում, դա իրականում տեղի է ունենում այն պատճառով, որ անջատվում է բանականությունը։ Հասկանում եք, դա նման է համակարգչին, շատ նման է, հա, եւ որ ասենք համակարգիչը ինքը ինչ-որ ինֆորմացիաներ է ստանում իր օգտատերից, հա, եւ ուրեմն հետագայում կարիք կա բանանել էլի պերիզագրոսկը, որ ասենք մի հատ այսպես ամեն ինչը տեղը գցել, ավելորդ բաները հանել, ջնջել, այն ինչ որ հաճախ է օգտագործվել, կարևորել եւ այլն, այսինքն կարգի բերել, ինչը ներքին բանը էլի սկլադ ներքին պահեստը, որովհետև բանականության ֆունկցիաներն են հանգստանալ, այսինքն քնել, հիշել, ճիշտ հասկանալ, կասկածել, սխալ հասկանալ, կամ կասկածել, ճիշտ հասկանալ, կամ սխալ հասկանալ, հա, ուրեմն, որպեսի կենդանեակը ինքը իմաստուն դառնա, իր արժեքային համակարգը պետք է լինի շատ կարգավորված։ Իսկ դա նշանակում է, որ իսկ արժեքային համակարգը ինքը գրանցվում է հիշողության մեջ։ Հիշողությունը ինքը պահեստի է նման։ Եվ եթե ազնվորությունը ինքը այսպես էլի չի ալարել եւ ճիք է գործադրել, որպեսզի իր հիշողության մեջ ամեն մի կետը, ամեն մի կյանքի համար կարևոր թեման լինի մշակված, ունենա շատ կոնկրետ գնահատական, որպեսզի կենդանեակը ինքը ունենա, ասենք, պահվածքի, այդ կյանքի տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, այսպես համակարգված գիտելիք, հա, ուրեմն բանականությունը ինքը պետք է այսպես է աշխատում բանականությունը, ինքը ունի գիտակցական մաս, ենթագիտակցական մաս, երկուսն էլ վերաբերվում են բանականությանը, չէ՞, եւ ուրեմն այդ ենթագիտակցական մասով բանականությունը ինքը դա իր ինքնուրույն աշխատանքն է, որը ինքը կատարում է, ինչպես է ինքը ընդհանրապես որոշում, թե ինչը պիտի հիշի, իսկ ինչը կարելի է ընդհանրապես հիշողության մեջից հանել։ Այսինքն ոչ թե հանել, այլ տեղադրել միտեղ, որտեղ գրանցված է, երբեք չի օգտագործվում, հա, որտեղ լրիվ մոռանալ, կենդանեակը եթե ինչ-որ մի բանը մի անգամ լսել է կամ տեսել է, ինքը դա միշտ կարող է վերականգնել իր հիշողության մեջ, հա, բայց այդ պահեստում ուրեմն կան են հեռու տեղերը, որոնք, ասենք, տարիներով չի օգտագործվում, չէ՞։ Հիմա ինչպես է բանականությունը դա հասկանում։ Բանականությունը դա հասկանում է նրանով, թե ինչքան ուշադրություն դարձրեց ազնվորությունը, որին պատկանում է այդ բանականությունը, տվյալ իմպուլսին կամ տվյալ ինֆորմացիային։ Դրա համար է, որ արիացիները իրենք ասում են, հոգևոր կյանքում առաջին հերթին պետք է տեղի ունենա արժեքային համակարգի փոփոխություն։ Հա, հիմա, որպեսզի այդ արժեքային համակարգի փոփոխությունը ինքը տեղի ունենա, պետք է լսել, կրկնել, որպեսզի հիշել։ Իսկ հիշել է պետք, որպեսզի հետո այդ գիտելիքի համապատասխան գործել։ Եվ երբ որ կենդանեակը ինքը գործում է հոգևոր գիտելիքի համապատասխան, դա կոչվում է երկրպագություն Աստծուն, որովհետև հոգևոր գիտելիքը դա գերագույն Աստծո անձնավորության կարծիքն է, թե ինչպես պետք է կենդանեակները իրար հետ վարվեն, որպեսզի բոլորը լինեն երջանիկ։ Հիմա, սիրելիներս, չէ՞, ուրեմն, երբ որ կենդանեակը ինքը ինչ-որ մի բանի վրա ուշադրություն է դարձնում, բանականությունը կամ ենթագիտակցությունը ինքը հասկանում է, սա իր համար կարևոր է։ Եվ դա ընկնում է հիշողության պահեստի մեջ առաջնակարգ ինֆորմացիա։ Հասկանում եք հիմա, այդ ամբողջ բանը աշխատանքը
որտեղ ինչ տեղավորել, այդ պահեստի մեջ որտեղ ինչ տեղավորել, որտեղ ինչը դնել, վրան ինչ գրել, չէ, պայմանավորական ասած պատկերավոր, դա տեղի է ունենում գիշերը։ Եվ տեսեք, ասենք, մենք խոսում էինք կոպիտ մարմնի մասին։ Մենք խոսեցինք դրա մասին, որ իրականում, ասենք, մարդու առողջության, այ որտեղից է սկսվում մարդու առողջությունը, չէ՞։ Մենք խոսեցինք դրա մասին, որ իրականում արիացիները իրենք համարում են, որ մարդու առողջությունը սկսվում է լյարդի աշխատանքից։ Ինչու՞, որովհետև լյարդը ինքը բազմաֆունկցիոնալ օրգան է։ Ինչ ֆունկցիաներ ունի լյարդը։ Լյարդը, ուրեմն, ցերեկը ինքը նպաստում է նրան, որպեսզի կենդանիակը կարողանա մարսի իր, ուրեմն, կերած ուտելիքը։ Գիշերը լյարդը ինքը զբաղվում է արյան մաքրմամբ, այսինքն ինքը մի կողմից նպաստում է մարսողականությանը, մյուս կողմից ինքը ֆիլտր է, մաքրագործման ֆիլտր։ Եթե արյան մեջ հայտնաբերվում են տոքսիններ, այդ տոքսինները գիշերվա ընթացքում դուրս են գալիս, լյարդը ինքը դուրս է բերում մաշկի ծակոտիների միջոցով։ Հիմա, սիրելիներս, չէ, եւ դրա համար է շատ կարեւոր, որ իրականում արիացիները իրենք չեն լվացվում։ Արիացիները ամեն առավոտ լոգանք են ընդունում, որպեսզի օգնեն, որպեսզի այդ մաշկի վրայից հանեն այն ամեն ինչը, ինչ որ այն տոքսինները, որոնք լյարդը դուրս է բերել, որովհետև եթե այդ տոքսինները մնում են մաշկի վրա, իրանք արյունը նորից հետ է քաշում իր մեջ։ Հիմա, եթե անձնավորությունը ինքը, մենք խոսել ենք դրա մասին, չէ, որ եթե անձնավորությունը ինքը արևը նստելուց հետո հաց է ուտում, դա նշանակում է, որ ինքը լյարդին զբաղացրեց մարսողության պրոցեսի մեջ եւ լյարդը չի կարողանալու մաքրել արյունը։ Սրանով է պայմանավորված, որ մեր ժամանակներով այդ ուռչացված գաղափարները կան, վնասակար խոլեստերին, չգիտեմ, դա քարացած արյուն եւ այլն, չէ, որոնք իրանք իրականում շատ մեծ խնդրեմ են։ Այսինքն լյարդը ինքը չի հասցնում զբաղվել իր երկրորդ ֆունկցիայով։ Եվ այդ ժամանակ փչանում է արյան որակը։ Եթե փչանում է արյան որակը, այսինքն այն նյութը, որը ինքը պիտի սնուցի ամբողջ օրգանիզմը, չէ, ինքը սնուցելու փոխարեն այդ տոքսինները, որոնք մնում են արյան մեջ, սկսում է դնել, տեղավորել առաջի հերթին կապիլյարների մեջ, չէ, եւ առաջանում են այդ մանր բաների, կապիլյարների խցանումը, չէ, որ իրանք արդեն այսպես մանուշակագույն գույնով երևում են մաշկի վրա։ Սա միշտ նշանակում է, որ ազնվորությունը ինքը սովորություն ունի արևը նստելուց հետո հաց ուտել, այսինքն թույլ չտալ, որպեսզի լյարդը ինքը կարողանա մաքրել օրգանիզմը։ Այս պատճառով, որպեսզի նպաստեն այդ լյարդի աշխատանքին, արիացիները իրենք ամիսը 2 անգամ, այդ օրերը կոչվում են էկադշ, այսինքն 11-րդ օրը լուսնից հետո եւ լիալուսնից հետո եւ նորալուսնից հետո, իրանք ծոմ են պահում։ Նրանք, ովքեր որ կարողանում են, պահում են այսպես կոչված 4 ծոմ, այսինքն մի օր ոչ հաց են ուտում, ոչ ջուր են խմում 24 ժամ։ Եվ դա հնարավորություն է տալիս, որպեսզի լյարդը ինքը բավականին ռազգրուսկա լինի։ Հիմա, ինչու է սա հիշեցի, որտեղ նույն բանը կատարվում է բանականության հետ։ Բանականությունը ինքը ցերեկը մշտական միլիոնավոր իմպուլսներ է ընդունում, չէ, օրինակ ասենք, տեսեք, դուք այսպես նայում եք եւ թվում է, որ հա, ինչ կա, ոչ մի դժվար բան չկա։ Մենք աչքով նայում ենք ու ամեն ինչ տեսնում ենք։ Բայց այդ ամեն ինչի, ամեն մի միլիմետրը չէ, էլի, չգիտեմ ինչը ընկալելու համար, չէ, բանականությունը ինքը աշխատանք է տանում։ Հասկանում եք, ոնց որ ասենք, եթե մենք էկրանի վրա համակարգչի ինչ-որ բան ենք գրում, չէ,
այդ որպեսի պրոցեսորը ինքը այդ ամեն ինչը հասկանա, ինքը այդ ամեն մի բանը, ամեն մի կետիկը, չէ, ընկալում է որպես առանձին իմպուլս եւ ընդհանուր պատկեր է կազմում։ Այսինքն բանականությունը ինքը ծանրաբեռնված աշխատում է, երբ որ զգայարանները ակտիվ են։ Հիմա եւ ինքը, չէ, այն կարողանում է ռեստարտ լինել, այնպես որպեսի հաջորդ օրը ինքը կարողանա սթափ աշխատել, չէ, եթե կենդանիակը ինքը հնարավորություն է տվել բանականությանը հանգստանալու եւ իրան մի հատ այդ ուբորկան անելու էլի, որ ինչն է ավելորդ, ինչ է պետք չի ճիք գործադրել հիշելու համար, իսկ ինչն է կարևոր եւ պետք է հիշվի։ Երբ որ մարդը ինքը, իսկ այդ ժամանակը, երբ որ բանականությունը պիտի հանգստանա, ինքը սկսվում է գիշերը ժամը 10-ից։ Եթե անձնավորությունը ինքը քնում է 10-ից ուշ, ինքը թույլ չի տալիս, որպեսզի բանականությունը անցնի կարգավորման ռեժիմին։ Հա? Եվ դա դառնում է մի ուրեմն պահեստ, որտեղ երբ որ դուռը բացում ես, ինչ ասես վրատ է թափվում, որովհետև ամեն ինչը այսպես ուղղակի բացել ենք եւ շպրտե ներս, բացել ենք եւ շպրտե ներս, բացել ենք եւ շպրտե ներս։ Եվ բանականությունը ինքը չի հասցրել, հասկանում եք, ամեն ինչը վերցնել, տեղադրել, պիտակավորել, բանանել, որպեսզի ամեն ինչը կարգավորված լինի։ Եվ այդպես բանականությունը ինքը դառնում է անկարգ։ Երբ որ բանականությունը ինքը դառնում է անկարգ, չէ, ազնվորությունը ինքը չի կարող ոչ մի հարցում ճիշտ հասկացողություն զարգացնի։ Հասկանում եք։ Այսինքն, ինչ ասեց Տեր Բրահման, ինքը ասեց, եթե կենդանիակը ինքը ցերեկը անցնում է ագահության սահմանը, ինքը սկսում է իրան մաշեցնել իր ֆիզիկական ռեսուրսը։ Եվ երբ որ գալիս է գիշերը, եւ ազնվորությունը ինքը պետք է հանգստանա, որպեսզի կարողանա վերականգնվի, այսինքն լյարդը վերականգնի ֆիզիկական մարմինը, բանականությունը վերականգնի նուրբ մարմինը, չէ՞, որովհետեւ ակտիվության ընթացքում կենդանիակը ինքը սխալ գործողություններ է կատարել, իրան սկսում է տանջել անքնությունը։ Այսինքն, по-русски это психическая тревога, հոգեբանական մի վարքյան մի հատ հիմա բոլորը չի էլի, որ ուսերը հասկանում են։ Մտավոր անհանգստություն, հա? Մտավոր անհանգստություն։ Ինչից է դա գալիս։ Դա գալիս է նրանից, որ միտքը չի կարողանում հանգստանալ։ Ինչու միտքը չի կարողանում անհանգստանալ, որովհետև միտքը ձևավորել է այնպիսի բան էլի, այսպես ագահության սահմաններ անցած ցանկություններ, որ չի կարողանում հստակ պլանավորել, թե այդ ագահությունը բավարարելու համար ինչ գործեր է պետք անել։ Միտքը ինքը հանգստանում է, երբ որ ստացել է, ձևավորել է ցանկություն, որի պլանավորումը հեշտ է իրականացնել։ Այդ ժամանակ, այսինքն երբ որ մարդը ինքը ագահության սահմանը չի անցնում, այդ ժամանակ միտքը ինքը շատ հանգիստ պլանավորում է, թե ինչպես կարելի է այդ ուժերից ոչ վեր ցանկությունը իրականացնել, չէ՞, եւ երբ որ գալիս է գիշերը, միտքը ինքը հանգստանում է եւ պատկերավոր ասած հերթը տալիս է բանականությանը։ Եթե մենք մտքին ծանրաբեռնել ենք այնպիսի ցանկությունով, որ ինքը չի պատկերացնում դա ինչպես կարելի է իրականացնել, ինքը մշտական, ինքը իրեն հանգիստ թույլ չի տալիս, ինքը մշտական իր մեջ ման է գալիս, թե ինչպես կարելի է, մինչև պլանը չձևավորի, չէ՞, երբ որ ինքը մշտական անհանգիստ աշխատանքի մեջ է, ինքը հերթ չի տալիս բանականությանը։ Եվ երբ որ միտքը չի կարող հանգստանալ, հա, ուրեմն
բանականությունը ինքը չի կարողանում կատարել իր ֆունկցիան։ Հասկանում եք։ Եվ ասվեց, որ բանականությունը այդ անհանգիստ վիճակում ընդհատում է կենդանեակի քունը տարբեր տեսակի, ուրեմն պատկերներով։ Հասկանում եք, որ սա երազներն են, չէ՞։ Ուրեմն, երբ որ բանականությունը ինքը միանում է մտքի հետ, ինքը ձևավորում է վախեր, եթե մտքի մեջ ուժերից վեր ցանկություններ կան, հա, ձևավորում է տարբեր տեսակի ցանկություններ, ձևավորվում են տարբեր տեսակի պլաններ, ձևավորվում են բաներ, էլի, սաժելենիա, այդ որ մարդը ինչ-որ բաների համար փոշմանում է, հա, եւ միտքը ինքը այդ ամեն ինչի մեջ ստեղծում է ինչ-որ իլյուզոր սցենարներ, որը եւ կոչվում է երազ։ Հաջորդ գաղափարը, որը առաջ քաշեց Տեր Բրահման, վերաբերվում էր արդեն Գերագույն Աստծո անձնավորությանը։ Ինքը ասեց, բայց ինչ որ մի գերբնական ուժ, հա, այսինքն նյութական աշխարհի ուժը, որը իրականում Գերագույն Աստծո անձնավորության էներգիան է, չէ՞։ Ինքը ինչ ասեց, այդ գերբնական ուժը իրար հետևից ոչնչացնում է կենդանեակի բոլոր պլանները։ Ու հիմա այստեղ մենք պիտի հասկանանք, որ երբ որ խոսվում է ոչնչացման մասին, այնպես չի, որ միշտ եւ բոլոր պլանները ոչնչացվում են, չէ՞։ Այսինքն, բայց եթե մենք վերցնում ենք այսպես էլի ժամանակի մեջ, ապա այո, ուշ թե շուտ կենդանեակի բոլոր նյութական բաները իրանք ավարտվում են, չէ՞։ Եվ ասենք ամենամեծ ավարտը, որը կա կենդանեակի համար, դա մահն է։ Եվ որը մարդը ինքը հենց այդպես էլ հարց է տալիս. ինչ կարող է մարդը տանել իր հետ գերեզման։ Ոչինչ, չէ՞։ Այսինքն վերջնական կյանքի վերջնական արդյունքը դա փլուզումն է։ Չէ՞ որտեղ կենդանեակը ինքը ուզում է հավերժ գոյություն ունենալ։ Հիմա, եւ տեսեք, եւ հիմա Տեր Բրահման ինքը քննարկեց հաջորդ հարցը, ինքը ասեց նույնիսկ մեծ իմաստունները, որոնք իրենք շատ լուրջ գիտելիք ունեն այդ նյութական էներգիայի աշխատանքի մասին, չէ՞, որոնք իրանք ասկետիկ են, այսինքն ճգնություններ կատարող են, որոնք իրանք փիլիսոփայական հասկացողություն են զարգացրել աշխարհի, նույնիսկ իրանք չեն կարողանում հաղթահարել ծնունդը եւ մահը։ Եվ մշտական մնում են այդ վերածնունդների շրջապտույտի մեջ։ Որ պարագայում, եւ Տեր Բրահման ինքը ասեց իր վերջնական կարծիքը, եթե նույնիսկ իրանց իմաստությունը չի հերիքում, որ իրանք հասկանան, որ միակ բանը, որը դուրս է բերում կենդանեակի մահվան եւ ծնունդների շրջապտույտից, դա քո հետ հարաբերությունների վերականգնումն է։ Իսկ այդ հարաբերությունների վերականգնումը սկսվում է քո մասին գիտելիքը լսելուց։ Հա? Եվ նրանք, ովքեր որ հրաժարվում են լսեն, հիմա ինքը ասեց, քո տրանսցենդենտալ գործունեության մասին։ Այսինքն դա որն է, թե դու ինչպես ես գործում, հենված չլինելով ոչ էգոիզմի վրա, ոչ կրքերի վրա, ոչ էլ ժամանակավոր նյութական մարմինների հանդեպ բարիության վրա։ Հա? Քո գործողությունները միշտ հետապնդում են հոգու շահերը, հա, եւ նախատեսված են միայն դրա համար, որպեսզի կենդանեակը ինքը կարողանա նյութական աշխարհից դուրս գալ։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա, այսինքն Տեր Բրահման իմաստի տեսանկյունից, չէ, նկարագրեց, որ մարդիկ, որոնք իրանք չեն զարգացրել նվիրվածություն Աստծո հանդեպ, իրանք ցերեկը մաշեցնում են իրանց ծանր եւ ուրախությունից զուրկ աշխատանքով, հա, այսպես ձգտելով բավարարել իրենց զգայարանները, իսկ բայց նույնիսկ գիշերը չեն կարողանում հանգիստ քնել,
որովհետև իրանց միտքը իրենց անհանգիստ վիճակի մեջ է, չէ՞, եւ այդ անհանգստությունները իրանք զարթեցնում են, ես որ կենթանիակը ինքը զարթում է, դա նշանակում է բանականությունը չի կարողացել այնքան անջատվի, որ միայն ներքին գործերով զբաղվի, ինչպես լյարդը, հա, եւ որ այդ պարագայում նյութական էներգիան գերագույն աստվածավորության նորից ու նորից քայքայում է այդ կենթանիակի պլանները, նորից ու նորից նոր պլաններ, նորից ու նորից նոր ճիգերի անհրաժեշտություն եւ այլն, հա։ Եվ վերջնականը, ինչ որ ասեց Տեր Բրահման, դա էր, որ դա իմաստունների դիրքն էր, չէ՞։ Դա իմաստունների դիրքն էր եւ մենք տեսանք, որ նույնիսկ իմաստունները չեն կարողանում, եթե իրանք չեն ուսումնասիրում տրանսցենդենտալ գիտելիքը։ Այսինքն ինչ ասվեց։ Իմաստունը ինքը կարող է լավ իմանալ նյութական աշխարհը, հա։ Երբ որ ինքը լավ իմանում է նյութական աշխարհը, չէ, ինքը այդ աշխարհի մեջ կարողանում է գործել ճիշտ եւ միշտ ապրել դրախտային մոլորակներում։ Բայց նյութական աշխարհից դուրս գալու համար կենթանիակը պիտի ոչ թե նյութական աշխարհի գոյավիճակների հանդեպ իմաստություն զարգացնի, այլ տրանսցենդենտալ գիտելիքը, այսինքն այն գիտելիքը, որը վերաբերվում է հոգևորին, հասկանում եք, եւ միայն այդ ժամանակ է, որ կենթանիակի այդ ծննդի եւ մահվան շրջապտույտը ինքը տեղի է ունենում։ Ուրեմն, մենք կարողանում ենք հասկանալ, չէ, որ տվյալ տեքստը ինքը բավականին լրջորեն քննարկում է մի շատ կարևոր հարց։ Այդ հարցը այն է, որ կենթանի էակի միտքը, որը անցել է ագահության սահմանը, ինքը միշտ անհանգիստ է։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, նյութական կյանքը, եթե մենք այսպես ուշադիր ենք նայում կենթանի էակին, չէ՞, նյութական կյանքը ինքը պայմանավորված է 3 գործոնով։ Կենթանի էակը միշտ ձգտում է ղեկավարել արդյունքը, այսինքն ինքը միշտ ձգտում է ինչ-որ բան է պլանավորում, չէ՞, եւ երբ որ ինքը պլանավորում է ինչ-որ մի բան, ինքը ձգտում է, որ ամեն ինչը այնպես ղեկավարի, որ իր արդյունքը լինի այն, ինչ որ ինքը ուզում է։ Եվ երբ որ ինքը ստանում է այդ արդյունքը, դա նշանակում է, որ ինքը դա է զգում, որ ես ղեկավարում եմ իմ գործունեության արդյունքը, հա։ Երկրորդը դա այն է, որ կենթանիակը ինքը ձգտում է իմանալ, որ ինքը ի վիճակի է ապահովել իր անվտանգությունը, հասկանում եք։ Երրորդ գործոնը դա նա է, որ ինքը միշտ մտածում է, որ ինքը կարող է գտնել բավարարություն իր զգայարանների համար գործունեության միջոցով։ Եվ այս 3 ուրեմն կենթանիակի համոզմունքներն են, որի դեմ աշխատում է նյութական էներգիան։ Ինչու՞։ Որովհետև ես ղեկավարում եմ արդյունքը, հա, դա իլյուզիա է։ Ինչու՞։ Որովհետև գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ասում է արդյունքը ես եմ տալի։ Հա։ Կենթանիակը ինքը մտածում է, որ ինքը կարող է ապահովել իր անվտանգությունը, չէ՞, եւ տարբեր ու զանազան ճիգեր է գործադրում այդ հատկապես ինչքան որ ավելի ագահ է եղել, այդքան ավելի շատ կարիք ունի անվտանգության, չէ՞։ Բայց իրականում միշտ չի, որ այդ անվտանգությունը ուրեմն հնարավոր է լինում ապահովել, չէ՞։ Ինչու՞։ Որովհետև այս կենթանիակը, այս աշխարհում, կներեք, միշտ կա ուժեղից էլ ուժեղը, հա, եւ միշտ կա այն ազնվորությունը, որը կկարողանա մեզ վնաս տալ։ Եվ գիտեք, այդ վնաս տվողը ինքը միշտ չի, որ ահռելի ուժի տեր է։ Տեսեք, ասենք, մարդը ինքը կարող է, չէ՞ օրինակ, վերցնենք մարդուն։ Մարդը ինքը կարող է հասնել շատ մեծ արդյունքների, ունենալ շատ, այսպես էլի, կայացած
ունենալ հարստություն, հասարակական դիրք, լինել հարգված մարդ, չգիտես ինչ, եւ մի հատ վիրուս, որը միկրոսկոպով նույնիսկ հնարավոր չի գտնել, չէ՞, կարող է մտնել մարդու մեջ, խախտել իր անվտանգության բոլոր բաները եւ մարդու վերջը տալ։ Հասկանում եք։ Այսինքն մարդը ինքը ճիքեր է գործադրում, որ արտաքին ուժեղներից պաշտպանվի, իսկ իրան վերջնականում հաղթում է ամենաթույլը։ Հասկանում եք, չէ՞։ Կամ ասենք, մարդը ինքը մտածում է, որ ինքը գործունեության միջոցով կարող է իրան բավարարել, չէ՞։ Եթե ինքը ագահության սահմանը անցել է, ինքը ստիպված է լինում աշխատել շատ ավելի շատ։ Եվ ինչ է վերջնականում ստանում, որ ինքը համարյա թե ժամանակ չի ունենում բավարարել իր զգայարանները։ Հասկանում եք։ Այսինքն մարդը ինքը ցերեկը ճիքեր է գործադրում, փորձելով հասնել ինչ-որ մի հաստատուն վիճակի, հա, իսկ գիշերը իր միտքը, եթե կարելի է այսպես ասել, իրան հուշում է, որ իրականում ինքը չի ղեկավարում իր կյանքը։ Եվ դրա համար է, որ քունը ինքը ընդհատվում է վախերով։ Երբ որ միտքը ինքը անհանգիստ է, միտքը զարթեցնում է մարդուն եւ մարդը ինքը ագնապի վիճակ է ապրում։ Նորից վերհիշում է, որ ինքը ինչ-որ անհանգստություններ ունի, ինչ-որ խնդիրներ ունի, որոնք չգիտի ինչպես լուծի, չէ՞։ Եվ դա անում է միտքը, հա? Եվ ինքը սկսում է այդ վախներ շնչող բաներ, սցենարներ ապագայի համար մշտական նկարել մարդու համար եւ մարդուն պահել վախերի մեջ, չէ՞։ Եվ այստեղ Բhagavatam-ը ինքը իրականում խոսում է մի շատ հետաքրքիր պարադոքսի մասին, հա, որ նույնիսկ գիտելիքը, թե ինչպես է կառուցված այս աշխարհը, դուրս չի բերում այս աշխարհից։ Եթե չի բերում, այն ինչ-որ մենք արդեն քննարկեցինք, եթե չի բերում լսողությանը հոգևոր թեմաների, այսինքն Աստծո գործունեության մասին, հա։ Ինչու՞։ Որովհետև ազատագրումը, չէ, ինքը տեղի է ունենում ոչ թե բանականության հաշվին, հասկանում եք, այլ ինքը տեղի է ունենում, երբ որ կենդանեակը ինքը շփվում է վերանցականի հետ։ Եվ այստեղ նյութական բանականությունը անելիք չունի։ Դրա համար բակտի յոգայում մեծ հեղինակությունները, երբ որ իրենք արդեն, ասենք, բերում են հետևորդին այն մակարդակի, որ հետևորդը ինքը գնահատել է նյութական աշխարհը, ունի բոլոր արգումենտները հրաժարված լինելու այդ նյութական աշխարհից, որպեսզի իրան մտցնեն հոգևոր աշխարհի հոգեբանության ուսումնասիրության դաշտ, իրանք ասում են այստեղ թող բանականությունդ, թող արգումենտներ պահանջելու քո սովորությունը։ Այստեղ այդ ամեն ինչը չի աշխատում, այսինքն նյութական գիտելիքը ինքը դադարում է աշխատել, երբ որ մենք մտնում ենք հոգևոր հոգեբանության մեջ։ Հասկանում եք։ Ուրեմն այս տեքստը ինքը հոգեբանական տեսանկյունից նկարագրեց կենդանի էակների անհանգիստ գիտակցության հոգեբանությունը, հա, եւ մեխանիզմը ինքը Տեր Բրահման գծեց այսպես. կենդանեակը ինքը խորասուզվում է գործունեության մեջ, այդ գործունեությունը ինքը ուրեմն մաշում է կենդանի էակի ռեսուրսները, կենդանի էակի միտքը դառնում է անհանգիստ, այդ անհանգիստ միտքը ապահովում է անքնություն, հա, անքնությունը ինքը ազդում է բանականության վրա եւ բանականությունը այլևս չի կարողանում ճիշտ որոշումներ ընդունել, հա, եւ դրա պատճառով փլուզվում են կենդանեակի բոլոր պլանները եւ իր մեջի այդ տագնապները միայն ավելանում են։ Սա կլասիկ ցիկլն է, որի մեջով ընդհանրապես անցնում են բոլոր նրանք, ովքեր գտնվում են տգիտության գոյավիճակի եւ հատկապես կրքերի գոյավիճակի ազդեցության տակ,
որտեղ դրանք ովքեր գտնվում են գրքերի գոյավիճակի ազդեցության տակ, դրանք շատ ակտիվ են, հա? Այսինքն այդ երկու գոյավիճակների ազդեցության տակ կենդանիակը ինքը մշտապես փորձում է իր խնդիրները լուծել ավելի ու ավելի ավելացնելով իր ակտիվությունը, հա? Բայց հենց այդ ակտիվացման ավելացումն է, որ ստեղծում է նոր անհանգստություններ, հասկանում եք, և ուրեմն Բհագավատամը կամ Տեր Բրահման հիմա այս տեքստերով ինքը բարդացույց է անում կենդանիակի գլխավոր խնդիրը, որն է գլխավոր խնդիրը, գլխավոր խնդիրը կայանում է ոչ թե նրանում, որ կենդանիակը ինքը ռեսուրս չունի, հա, այլ գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ միտքը ինքը լինում է գերծանրաբեռնված, եթե ինքը զրկված է բանից, հոգևոր նյապաստան ապորա, հոգևոր հիմքից, հա? Ուրեմն հոգևորի մասին լսելը թե Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը որ պարագայում ինչպես է գործում, ինչպիսի ընտրություններ է անում, ինչպես է վերաբերվում, ինչն է ընդունում, ինչը չի ընդունում, դա իրականում շատ խորը հոգեբանական ստաբիլիզացիայի է բերում մարդուն, հա? Եվ ինքը այդտեղ է, որ կենդանիակը մի շատ հետաքրքիր փոփոխություն է տեղի ունենում իր մտքի հետ, իր միտքը ամեն վախի հիմքի վրա ամեն ինչը ղեկավարելու փորձ կատարելու փոխարեն լցվում է վստահությամբ, սա է Գերագույն Աստծո ազնվորության ամենագլխավոր գործոնը, որը ինքը կատարում է կենդանիակի հոգեբանության մեջ, հասկանում եք, դա վստահության ձևավորումն է իր հանդեպ, որովհետև այդ վստահությունն է հանգստացնում միտքը, որ միտքը այլևս չի ձգտում ղեկավարել, ինչու է ինքը ձգտում ղեկավարել, որովհետև ինքը գիտակցում է, որ ապրում է անարդար աշխարհում, և ամեն վայրկյան կարող է հանդիպել կենդանիակների, որոնք կավիրեն իր կյանքը, չէ՞, իսկ երբ որ ինքը ստանում է Գերագույն Աստծո ազնվորության կերպարը, որը միշտ արդար է, որը միշտ բարի է, և միշտ մինչև վերջ ճշմարտության հետևից գնացող է, գիտեք, ես այստեղ նույնիսկ կարող եմ մեկ-մեկից թույլ եմ տալիս անձնական օրինակներ բերել, ներող կլինեք, հա, բայց ես այստեղ կարող եմ բերել իմ անձնական օրինակը, գիտեք, մեկ-մեկ այնպեսի իրավիճակներ են եղել, չէ, որտեղ թվում էր, որ արդարությունը ինքը հնարավոր չի, որ իրականանա, այնպիսի հզոր երևույթների մասին էր խոսքը, չէ, և դու արդեն ընդունում էիր, որ այս հարցում քո կյանքում արդարություն չի լինելու, որովհետև այդպիսինն է նյութական աշխարհը, և ուղղակի մոռանում էիր նույնիսկ այդ արդարության թեմայի մասին, համակերպվում էիր, որ անարդարության մեջ ես ապրելու և ուղղակի փորձ էիր կատարում այդ անարդարության մեջ կոպիտ ասած կենդանի մնաս, չէ՞, անցնում էին տարիներ, երբ որ դու արդեն համակերպվել ես, մոռացել ես, ոչ այդ արդարության թեման է արդեն քեզ հետաքրքիր, այդ անարդարության մեջ ապրելը սովորություն է դարձել և այլն, մեկ էլ հանկարծ ինչ-որ մի հատ այնպիսի իրադարձություն է կատարվում, որը քեզ ցույց է տալիս, որ դու մոռացել ես, իսկ Աստված ոչ, և ինքը ասենք, ընդհանուր առմամբ, հա, եթե խնդիրը ինքը մեծ է, չէ, ընդհանուր առմամբ տարիներ շարունակ զբաղված էր դրանով, որ ամեն ինչը հավաքի այնպես, որ արդարությունը կարողանա իրականանալ, և ես ասենք, մի անգամ է այդպես լինում, երկու անգամ է այդպես լինում, չէ, երրորդ անգամ դու արդեն գիտես, որ այդպես է լինելու, ու այդտեղ է, որ կարևոր է համբերությունը, համբերությունը ոչ թե նրա համար է, որ դու սրիկայությունը համբերես մինչև վերջ, համբերությունը նրա համար է, որ դու Աստծուն ժամանակ տաս,
իրականացնել արդարությունը։ Հասկանում եք։ Եվ որ մենք այդ ժամանակը տալիս ենք, ես կարող եմ ասել այսպես, որ եւ իմ եւ ուրիշ հոգեվոր մարդկանց կյանքերի վրա ես հազար անգամ համոզվել եմ, որ հետ առաջ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը իր պատասխանը այնպիսի ձևերով, այնպիսի կետերից կարող է տալ, որ նրանք, ովքեր որ այդ անարդարությունները գործում են, նույնիսկ չէին պատկերացնում, որ այդպիսի իրավիճակների մեջ կհայտնվեն։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն, ինչը որ վերաբերվում է արդեն այդ բանի սրտի մաքրագործման գործընթացի, այսինքն անարդար իվրիտի, ուզում եմ ասեմ անարդար իվրիտի, հետո հիշում եմ, որ կարող է դեռ չեք հիշել խոսքը ինչ է նշանակում, ուրեմն սրտի մաքրագործման գործընթացի տեսանկյունից այս ուրեմն տեքստը ինքը նկարագրում է մի քանի սրտի արատ։ Առաջինը դա սանսկրիտ լեզվով կոչվեց կարմավասանա, այսինքն երբ որ կենդանի էակը ինքը տարված է գործունեության արդյունքներով։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը Բհագավադ Գիտայում կասի արդյունքները դու չես որոշում։ Հասկանում եք, թե դու ինչի ես արժանի քո ճիքերի դիմաց, որոշում եմ ես։ Բհագավադ Գիտայի 18-րդ գլխում ինքը կասի. կենդանի էակի ճիքերը եւ իմ կամքը։ Դա ես եմ որոշում։ Ինչու՞, որովհետեւ դու գիտես միայն այն, ինչ արեցիր այստեղ եւ հիմա։ Իսկ ես գիտեմ, թե դու ինչեր ես արել անցյալներում։ Եվ թե այդ հավաքական գործողությունների արդյունքում դու ինչի ես իրականում արժանի։ Որովհետև կարող է պատահի դու անցյալ կյանքերի քո գործողություններով արժանի ես հենց նրան, որ ճիքեր գործադրես ու արդյունք չունենաս, ու ես դա քեզ ապահովելու եմ։ Հասկանում եք, եւ այդ կենդանի էակի այդ մոլուցքը, որ ինքը ընդհանուր գործունեություն է ծավալում արդյունքի պատճառ, հանուն արդյունքի, չէ՞, ինքը կոչվում է կարմավասանա, եւ ինքը սրտի կեղտոտվածություն է, այսինքն ինչու է սրտի կեղտոտվածություն, որտեղ կենդանի էակը ինքը չի հասկանում, թե իրականում արդյունքը ինքը ով է տալիս։ Ինքը իրան թվում է, որ դա իր ճիքերից է կախված, Հաջորդը դա սանսկրիտ բրահմանիկը ասեց աշանտը չիտտա, չէ, այսինքն գիտակցության անհանգստություն։ Կենդանի էակը ինքը երբ որ ունի մեծ ցանկություններ, այդպես ծավալուն պլանավորված գործողություններ, իր գիտակցությունը մշտական գտնվում է անհանգիստ վիճակում։ Երբ որ կենդանի էակը ինքը ընդունում է Գերագույն Աստծո ազնվորության ուսուցումները, առաջին բանը, որ ինքը սկսում է ղեկավարել, դա ագահությունն է։ Եվ ինքը երբեք չի ձևավորում այդպիսի ցանկություն, որը կառաջացներ այդ ցանկությունը իրականացնելու համար անհանգստություն։ Ինչու՞, որտեղ երբեք կոպիտ ասած գլխից մեծ գործեր չի բռնում։ Կենդանի էակը ինքը ագահության հիմքի վրա ունի նաև այս արատը, աշանտա չիտտա, այսինքն, որ ինքը ունի անհանգիստ գիտակցություն։ Եվ այդ իր անհանգիստ գիտակցությունով, ինքը անհանգստություն է մտցնում այս աշխարհ։ Եվ դա, ասենք, որտեղ երբ որ մենք խոսում ենք սրտի արատների մասին, մենք խոսում ենք այն ամեն ինչի մասին, ինչը որ կրում է կենդանի էակը իր մեջ, որը դառնում է արդյունքում արտաքին աշխարհի անհանգիստ եւ դժբախտ իրականություն։ Չէ՞։ Եվ անհանգիստ գիտակցությունը դա գործոններից մեկն է։ Հաջորդ սրտի կեղտոտվածությունը, որը քննարկեց այս տեքստում Բրահման, դա այսպես կոչված ահանկարան է, այսինքն կեղծ եսը։ Ինչ է նշանակում կեղծ ես։ Որն է այդ կեղծ եսը։ Կեղծ եսը իրականում դա կոնտրոլի իլյուզիան է։ Հասկանում եք։ Այսինքն կենդանի էակը, երբ որ ինքը գալիս է նյութական աշխարհ, ինքը գալիս է այս ահանկարան բավարարելու համար։ Ինչի համար։
Հոգևոր աշխարհում ակնհայտ է, որ ամեն ինչը ղեկավարում է Գերագույն Աստծո ազնվորությունը։ Երբ որ կենդանեակը ինքը չի համաձայնվում Աստծո կարծիքի հետ, ինքը մենք ասում ենք ցանկություն է ունենում ստեղծել իր իրականությունը, չէ՞, ինչ է նշանակում իր իրականությունը։ Դա նշանակում է արտաքին աշխարհը ենթարկվում է իմ ցանկություններին, բայց դա այս աշխարհի ամենամեծ իլյուզիան է։ Ինչու՞։ Որովհետև բոլոր կենդանեակները ուզում են այդ նույն բանը, եւ ոչ մեկին չի հաջողվում վերջնականում իրականացնել դա, որ ես ղեկավարն եմ։ Հա, ինչ-որ մի ժամանակ կարող է ինքը հաղթի իրանից ավելի թույլերին եւ հայտնվի ղեկավարի դերում, բայց դա խիստ ժամանակավոր դեր է, որովհետև իրական ղեկավարը Գերագույն Աստծո ազնվորությունն է։ Հա? Եվ տեսեք, ասենք, կենդանեակը ինքը երբեք չի կարող գա այդ կարծիքի, եթե չլսի Աստծո մասին գիտելիքը։ Չէ՞։ Եվ վերջինը, հա, դա Տեր Բրահման ինքը ասեց բհոգը տրիշնա, այսինքն վայելքի բանը, ծարավը։ Չէ՞, այդ կենդանեակը ինքը, գիտեք, մենք դեռ կհանդիպենք այդպիսի գաղափարի, որտեղ կասվի, որ նույնիսկ դժոխքում, երբ որ տանջող բաները, այդ սատանաները, որոնք իրանք տանջողն են, չէ՞, նրանք ովքեր որ այդ տանջանքը իրականացնում են, գնում են, այսպես ասենք, ընդմիջման, հա, կենդանեակը, հենց որ իրան չեն տանջում, ինքը անմիջապես սկսում է մտածել ինչը կարող է վայելել։ Այդ վայելելու հակումը ինքը բնորոշ է հոգուն։ Եվ հոգին ինքը չի կարողանում դարիլը, բայց նյութական աշխարհում դա արտահայտվում է որպես ագահություն, վայելելու ագահություն։ Եվ Տեր Բրահման ինքը ուրեմն խոսեց նրա մասին, որ իրականում այդ ամեն ինչը կարելի է հաղթահարել միայն եւ միայն Գերագույն Աստծո ազնվորության մասին լուրջ գիտելիք լսելու եւ լուրջ լսելու շնորհիվ։ Ինչ է անում լսողությունը։ Լսողությունը ինքը կամաց մաքրում է միտքը իմին Աստծո մասին։ Կամաց ջարդում է ղեկավարի իլյուզիան, հա, եւ համ է տալիս։ Համ է տալիս, թե ինչքան հաճելի է ընդհանրապես լինել Գերագույն Աստծո ազնվորության կամքի իրականացման դաշտում։ Որտեղ Գերագույն Աստծո ազնվորության կամքը ոչ թե նրանում է կայանում, որ կենդանեակները իրար մեջ իրար գզեն առաջնորդության համար, հա, այլ որ բոլոր կենդանեակները ամեն մեկը իր տեղում ստանա իրեն համապատասխան երջանկությունը։ Չէ՞։ Հիմա տեսեք, մի կողմից այս տեքստը ինքը կարող է սխալ ազդեցություն ունենալ, այսինքն սխալ կիրառման բերել, երբ դա կարող է տեղի ունենալ։ Երբ որ մենք այս տեքստը ընդունենք, որ Տեր Բրահման ինքը չի խրախուսում աշխատանքը, հա, բայց մենք կարողանում ենք հասկանանք, որ Տեր Բրահման ինքը բան է անում, էլի, ասուրդա այդ դու շատ նայեցի, բայց կներեք պիտի նայեմ։ Դատապարտում է, հա, այսինքն Տեր Բրահման ինքը ոչ թե դատապարտում է աշխատանքը, հա, այլ ինքը դատապարտում է այն աշխատանքը, որի մեջ չկա հոգևոր նպատակ։ Իսկ ո՞րն է հոգևոր նպատակը։ Աստծո կամքը կատարելը։ Իսկ ո՞րն է Աստծո կամքը։ Որպեսզի մենք կարողանանք մեզ պահել այնպես աշխատանքի մեջ նույնպես, որ ոչ մի ուրիշ կենդանեակի դրանով չանհանգստացնենք եւ տառապանք կամ չդժբախտացնենք։ Հասկանում եք։ Հիմա հաջորդ քայլը դա կարող է ընկալվել այսպես, որ Բրահման ինքը մեղադրում էր իմաստուններին։ Բայց Բրահման ինքը չխոսած նրա մասին, որ գիտելիքը ինքը լրիվ անիմաստ է։ Հա? Ինքը ուղղակի խոսեց նրա մասին, որ գիտելիքը, որի իր մեջ չի պարունակում Աստծո հանդեպ կապվածություն,
չի ազատում այս աշխարհից, բայց մենք հասկանում ենք, որ առաքինության մեջ գիտելիքը ինքը կենդանիակին ապահովում է նյութական աշխարհում մշտական կյանք դրախտային մոլորակներում, եւ սա քիչ արդյունք չի նյութական աշխարհի համար, չէ՞։ Հա, եւ կարող է թվալ, որ այս տեքստը ինքը կոչ է անում, որ կենդանիակը ինքը մտնի անգործության մեջ։ Հա, բայց Տեր Բրահման ինքը չի կանչում դեպի գործունեությունից հրաժարում։ Ինքը կոչ է անում մաքրել գործունեությունը, հա, հոգևոր գիտակցության միջոցով, որովհետև ինքը չասեց, որ կենդանիակը սովորի, թե ինչպես է անգործության մեջ քնած գերագույն Աստծո ազնվորությունը եւ սովորի անել նույն բանը։ Ինքը ասեց, լսում է քո տրանսցենդենտալ գործունեության մասին, հա, եւ հասկանում է ինչ է նշանակում հոգևոր գործունեությունը։ Որն է հոգևոր գործունեությունը։ Դա այն գործունեությունն է, որ բոլոր կենդանիակներին երանություն է պատճառում։ Եվ հոգևոր գիտելիքը ինքը սովորեցնում է, զարթնեցնում է կենդանիակի մեջ, ավելի ճիշտ կլինի այսպես ասեմ, հենց այդ իր պոտենցիան, որը իրականում իր մեջ դրված է, հա։ Եվ ուրեմն այստեղից մենք կարողանում ենք միանգամից նայել այն կյանքին, որի մեջ մենք ապրում ենք, եւ տեսնել, որ ժամանակակից մշակույթը ուզում է դա լինի բռնակալ հոգևոր ուրեմն մշակույթ, ուզում է դա լինի դեմոկրատիան, ուզում է դա լինի ազատության աշխարհը, չէ՞, իրանք բոլորը իրականում ստեղծում են, այսպես էլի, քրոնիկ անհանգիստ վիճակ կենդանիակի մեջ, որովհետև իրանցից ոչ մեկը չի տալիս կայունություն, ոչ բռնություն պարունակող կրոնը, որը ինքը ուժի միջոցով է հասնում նրան, որ կենդանիակը ինչ-որ բռնության միջոցով է հասնում ինչ-որ իր այն նպատակներին, որը ինքը իր առաջ դրել է, չէ՞։ Եվ ոչ նրանք, ոչ մեկ կենդանիակին չեն ապահովում հանգստություն։ Հասկանում եք։ Եվ մարդիկ իրանք ավելի ու ավելի են աշխատում, հա, բայց ավելի ու ավելի քիչ են իմաստ տեսնում ընդհանրապես իրենց կյանքի մեջ, հա, եւ դրա համար ուրեմն Բhagavatam-ը ինքը ինչպես Տեր Բրահմանն այս պահին, ինչպես տեսնում ենք, ինքը առաջարկում է կենդանիակին շատ ռադիկալ, բայց շատ պարզ մի միջոց։ Ուղղակի պետք է լսել գերագույն Աստծո ազնվորության մասին գիտելիքը։ Եվ ես քաչ գիտակցում եմ, չէ, որ այս պահին, երբ որ ես սա ասում եմ, ես հասկանում եմ, չէ, թե աշխարհում գոյություն ունեցող սուրբ գրվածքների մեջ ինչ քանակությամբ գիտելիք կա Աստծո մասին։ Հասկանում եք։ Եվ ինքը սա պետք է անի, ազնվորությունը ինքը պետք է գտնի այդ գիտելիքը, եւ այդ գիտելիքը լսելով, դա ոչ թե պետք է դարձնի իր համար բան էլի, կրոնական ռիտուալ։ Այս ժամը 9-ին, այդպիսի մարդիկ կան էլի, ժամը 9-ին պետք է նստեմ, Պրաբհուպադն ասել է օրինակ, որ մի ժամ պիտի կարդամ։ Ժամացույցի բուդիլնիկը բան լարում են մի ժամի վրա եւ մի ժամ կարդում են, հետո փակում։ Երբ որ մարդը այդպես է անում, դա լսողության process չի, որովհետև լսողության process-ը ինքը պետք է ավարտվի հասկացողությամբ։ Հասկացողությունը ինքը ժամանակի հետ կապ չունի։ Դուք կարող եք վերցնել, ասենք, մի տեքստ, որը այսօր պատրաստվում եք ուսումնասիրել, եւ այդ տեքստի իմաստը հասկանալ 15 րոպեում։ Եվ այսօրվա ձեր պորսիան դուք արդեն ստացաք։ Իսկ կարող եք կարդալ այնպիսի տեքստ, որի իմաստը հասկանալու համար ձեզ պետք կգա 3 ժամ։ Եվ այդ ձևական գործողությունները իրանք ոչ մի, պրակտիկորեն ոչ մի իրական արդյունք կենդանիակին չեն բերում, ինչու համար, որովհետև չեն փոխում նրա գիտակցությունը։ Հասկանում եք։ Ուրեմն այս տեքստը ինքը
այսպես սերտ կապված է Բhagavatam-ի տարբեր տեքստերի հետ, որտեղ մենք արդեն ձեզ հետ անցել ենք տեքստեր, չէ, որտեղ Շուկադևը Գոսվամին, Մայտրեյան, հիմա Բրահման կարևորում են Գերագույն Աստծո աստվածության մասին լսողությունը եւ խոսում են նրա մասին, որ այդ լսողությունը ինքը մաքրագործում է կենդանեակի սիրտը։ Հա, ուրեմն լսողությունը դա ազատագրման առաջի աստիճանն է։ Հասկանում եք։ Եվ այո, հիմա Բhagavatam-ը ինքը խոսեց Տեր Բրահմայի շուրթերով, խոսեց նրա մասին, որ առանց ուրեմն հոգևոր գիտակցության կենդանեակի համար նյութական աշխարհում հանգիստ չկա։ Հա, եւ այս տեքստի շուրջ ամեն ազնվորություն ինքը պետք է հիմա նայի այս տեքստի մեջ եւ տեսնի, թե ինչքանով է իր կենցաղը նման այն իրավիճակին, որը նկարագրեց Տեր Բրահման։ Հա, եւ ընդունի այն մեթոդը, որը Տեր Բրահման առաջարկեց, որպես այդ իրավիճակից դուրս գալու միջոց։ Եվ այսօր այսքանը։ Ստեսություն։